Վերջին մեկ-երկու ամսվա ընթացքում հանրապետությունում տեղ ունեցան մի շարք իրադարձություններ, որոնք արժանացել են ինչպես հեռուստատեսության, այնպես էլ մամուլի ուշադրության կենտրոնում։ Խոսքը վերաբերում է ինչպես կառավարության փոփոխությանը, նոր վարչապետի ընտրությանը, հանրապետական կուսակցության 15-րդ համագումարին, առաջի պետության ստեղծման օրվան նշելուն եւ բնական է Միկոյանի արձանի կանգնեցնելու հարցը եւ ամսի 29-ի Աստանա քաղաքում Եվրասիական տնտեսական միության վեհաժողովի անցկացումը։ Այդ բոլորն էլ ճիշտ ձևով արժանացան կրկնվեն հեռուստատեսության մամուլի հանրապետության աշխատողության ուշադրության կենտրոնում։ Իսկ ցանկանայի օգտագործելով առիթը սկզբից անդրադառնալ Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման հարցը առաջացած անտեղի աժիոտաժին հանրապետությունում։ Մոտ 2 ամիս է քննարկում է այդ հարցը եւ հեռուստականալներից ոչ մեկը չի նշել, թե ով է վերջին հաշվով Անաստաս Միկոյանը, որտեղ աճել է սերունդ, որը բացարձակապես գաղափար չունի։ Ուզում եմ իլուր հանրապետության ասել, որ Անաստաս Միկոյանը այն մարդն է, որը անընդմեջ 40 տարի հանդիսացել է հզոր խորհրդային միության կոմունիստական կուսակցության կենտրոնի խորհրդի անդամ։ 38 տարի անընդմեջ հանդիսացել է խորհրդային միության կոմունիստական կուսակցության կառավարության անդամ։ Զբաղեցրել է խորհրդային միության սննդի առևտրի նախարարների պաշտոնը։ Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման շուրջ առաջացած աժիոտաժին երբեմն այնպիսի մարդիկ են իրենց կարծիքը արտահայտում, որ էլեմենտար պատկերացում չունեն Անաստաս Միկոյանի նրա կենսագրության եւ անցած ուղու մասին։ Ես շատ եմ հարգում մանկավարժներին եւ խոնարհում եմ նրանց ծառայության, մատուցած ծառայության, բայց չեմ կարող չբերել օրինակ Տիգին Պիշարյանի օրինակ եւ հեռուստատեսությամբ ասում է, ես ավականու նիստի ժամանակ քվեարկեցի Միկոյանի արձանի կանգնեցնելուն, բայց երբ որ իմացա, որ նա ինչ որ եղել է Հայաստանում եւ մի շարք մարդկանց համաձայնություն տվել, որպեսզի նրանց բռնադատեն եւ այլն, ես փոփոխեցի իմ կարծիքս։ Իսկ Միկոյանի մասին կարծիք հաղորդալը պետք է խորանալ նրա գործունեության մեջ, նրա անճատ ճանապարհ, նրա կատարած աշխատանքներին, կամ թեկուզ մեկ այլ օրինակ Տիգին Խարատյանը ասում է, երբ որ խոսակցություն եղավ ընդդիմացի խոսի կողմից, որ Միկոյանը ղեկավարել է մի այնպիսի պետության ղեկավար օրգանում, որը խորհրդային միությունն է, թե ինչպիսի աշխատանքներ է կատարում, հանդիմանեց Տիգին Խարատյանը, թե դուք միշտ համեմատում եք 13 թվականի հետ ձեր հաջողությունները։ Ես նորից իլուր հանրապետության մասին եմ, որ մենք ոչ թե համեմատում ենք 13 թվականի հետ խորհրդային միության ձեռքբերում, այլ երբ որ մենք 20 թվականի համեմատում ենք 40 թվականի, այդ 20 տարվա ընթացքում ընդամենը 32 անգամ հանրապետության արդյունաբերությունը կրկնապատկվել, 250 անգամ էլեկտրաէներգիան, 60 անգամ շինարարությունը։ Ես չեմ խոսում մյուս հաջողությունների մասին։ Միկոյանը եղել է այն մարդը, որը ամենադժվարին տարիներին 62 թվականին, երբ որ ամերիկյան 250,000 զինվորներ եւ 90 ռազմածովային ուժերը որոշված էր մտնել Կուբա, ռմբակոծեին Կուբան, Միկոյանը այն մարդն էր, որը վերցրեց իրեն վրա պատասխանատվությունը, կազմակերպեց երկկողմ համաձայնության եկան Խորհրդային միության Ամերիկա եւ Կուբա եւ համաշխարհային աշխարհը փրկվեց 3-րդ համաշխարհային պատերազմից։ Միկոյանի մասին շատ բարձր գնահատականներ են տվել մի շարք քաղաքական պետական գործիչներ։ Միկոյանը Չիկագոյի համալսարանի պրոֆեսորների որոշմամբ անփոխարինելի դիվանագիտ էր։ Նա դիվանագետ էր ամենամեծ, բարիս մեծ իմաստով։ Շատ կարելի է խոսել Միկոյանի մասին, բայց ինձ թվում է պետք է դադարեցնել Միկոյանի արձանի տեղադրման շուրջ առաջացած աժիոտաժը հանրապետությունը եւ Միկոյանը այն հալն է, որ իրոք արժանի է հանրապետության նրան կիսադրին կանգնեցնելու։ Եվ որպեսզի Միկոյանի աշխատանքը գնահատենք, չի կարելի 40 տարվա գործունեությունը համադրել 40 ժամվա գործունեության հետ։ Միկոյանը աշխատել է մի այնպիսի
մարդկանց հետ ինչպիսին է Բերյան եւ Էժովը եւ ոչ միտեղ չկա փաստաթուղթ որ Միկոյանը ստորագրել է Հայաստանից մարդկանց արձագանքելու համար Էժովը Միկոյանի անունից հանդես եկել դա ինչքանով է համապատասխանում իրականությունը դա թողնում են պատմաբաներին մեր Հայաստանի կոմունիստական կուսակցության նրա համակիրների կարծիքն է որ իրոք Միկոյանը այն հայրն է որ իրավունք ունի մայրաքաղաքում իրեն տեղը գտնել արձանի ձևով Իսկ ինչ վերաբերում է վերջերս նոյեմբերի 29-ին ամսի 29-ին Աստանայում տեղ ունեցած Եվրամիության տնտեսական համագործակցության խորհրդի նիստին, ես պետք է ասեմ, որ դա երևույթ էր հետխորհրդային տարածքում, որ Ռուսաստան, Բելարուս, Ղազախստան հանրապետությունները կնքեցին պայմանագիր տնտեսական եվրասիական տնտեսական միություն ստեղծելու մասին։ Այդ տնտեսական խորհրդին ներկա է նաև հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, որը առաջիկայում նույնպես 15 կամ մինչև ամսի 1-ը կնքե նորից պայմանագիր այդ մաքսային միությանը, ավելի ճիշտ Եվրոպական տնտեսական միությանը միանալու կապակցությամբ։ Անսպասելի չէր այդ խորհրդում Ղազախստանի նախագահ Նուրսուլտանբեկ Նազարբայևի առաջարկությունը կամ խոսակցության այն թեման, որը վերաբերում էր իբր Ալիևից ստացած նամակին։ Ես չգիտեմ, Ալիևը կարող է միգուցե Նազարբայևին գրել է նամակ, ընդ որում նաև ուրիշ հարցեր շուրջը, բայց մեզ համար անակնկալ չէ, որ Նազարբայևը տարբեր առիթներով ստանձնում է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի կարծես թե հովանավորի դիրքը։ Իսկ թվում է մենք մեր կարծիքն են կոմկուսի, որտեղ Ռուսաստանը այնտեղ Հայաստանը, որտեղ Հայաստանը այնտեղ Ղարաբաղը։ Երկու կարծիք այդ մասին լինել չի կարող։ Ձևավորվեց հանրապետության կառավարությունը մարդկանց հետաքրքրում է թե ինչպիսի փոփոխություններ կարող են լինել նոր կառավարության ձևավորման առաջուճան։ Ես պետք է ասեմ, որ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը ոչ մի անգամ չի թերագնահատել անադի դերը պատմական որևէ ժամանակաշրջանում, բայց ինչպես ցույց է տվել ժամանակը, հանրապետությունում փոխվել են 11-13 վարչապետներ, իհարկե շատ բան է փոխվել հանրապետությունում, բայց ցավոք սրտի բացասական իմաստով։ Ընդամենը 4-5 տարվա ընթացքում ամբողջ հանրապետության հիմնական միջոցների 85-90%-ը վաճառվեց, ավելի ճիշտ տրվեց յուրայիններին։ Հանրապետությունը բնակչությունը բռնել է արտագաղթի ճանապարհը։ Եվ որպեսզի գնահատենք թե կառավարությունը ինչպիսի գործունեություն կարող է սահմանել, նախ պետք է անալիզ անենք, թե ինչպիսի պայմաններում տեղի ունեցավ կառավարության փոփոխությունը։ Ես պետք է ասեմ, որ թվերը չեն խոսում ի օգուտ նախկին կառավարության։ 2013 թվականին համախառն ներքին արդյունքի պլանը կատարվել է ընդամենը 3.2%-ով, երբ որ նախատեսված էր 5.8%։ Մեկ շնչին ընկնող համախառն արտադրանքը մեկ շնչին ընկնող 2008 թվականի համեմատությամբ պակասել է $500։ Յուրաքանչյուր 10-րդ ընտանիք քաղցած է քնում։ Կիսատ ծնվող 220 պետությունների շարքում հանրապետությունը 210-րդ տեղն է։ Արտագաղթը կազմում է 30-ից 35%, բնակչության 40-ից 50%-ը չի աշխատում։ Այսպիսի պայմաններում է, որ ձևավորվեց նոր կառավարություն։ Իսկ նոր կառավարությունը ինչ կարող անալ, կարելի է նաև եզրակացնել, թե ինչպիսի կադրային փոփոխություններ տեղի ունեցավ կառավարության կազմում։ Ասել թե հիմնականում գրեթե փոխվեց կառավարության կազմը։ Կարելի ասել, որ գրեթե նոր կազմ է, սակայն հին ստաժով, հին աշխատանքային փորձով, բայց ես չէի ասել, որ նրանց նախորդ տարիների աշխատանք ժամանակամեջում հանրապետությունում զգալի տեղաշարժեր է։ Եվ վերջին հաշվով ծանոթանալով կառավարության ծրագրի նոր ծրագրին պետք է ասել, որ ճիշտ է, վարչապետը տարբեր առիթներով ասեց, որ պետք է համակարգային փոփոխություն անել։ Մենք այն կարծիքին ենք, որ անադին փոխելով կամ կառավարության կազմով դժվար թե մենք կարողանանք հաջողության հասնել։ Հարկավոր է կատարել համակարգային փոփոխություն, հարկավոր է զարգ տալ արդյունաբերությունը, արտադրել է վերարտադրել,
անարմար է, որ հանրապետությունը դառնա սպասարկող հանրապետություն, իսկ ժողովուրդն է սպասարկող ժողովուրդ։ Իմ կարծիքով կապրենք, կտեսնենք, չնայած խոստումնալից է կառավարության ծրագիրը, համենայն դեպս ինձ թվում է նորից եմ կրկնում, որպեսզի հաշվետվության հասնենք, պարզապես կառավարությունը պետք է գնա համակարգային փոփոխությունները։ Հանրապետության համար երևույթ է նաև կուսակցության Հայաստանի Հանրապետության կուսակցության 15-րդ համագումարը։ Համագումարում հանրապետության նախագահի ելույթը, որը տարբեր քննարկումների, տարբեր կարծիքների առաջացավ, ընդ որում նաև կարծիքներ եղավ, որ կարծես թե Հայաստանի Հանրապետությունը վերանում է եւ ստեղծում է հանրապետական կուսակցություն, որը նախաշեմ է եւ նմանում է բոլշևիկյան կուսակցության վերադարձին։ Ես կուզենայի ասել, որ մեկ օր շուտ եթե լինի հնարավորություն, որ հանրապետության երեսից անհայտանան բոլոր կուսակցությունները եւ իրոք կոմունիստական կուսակցությունը իրեն գլուխը բարձրացնի, դա կլինի իողոց ժողովրդի, դա կլինի իողոց հանրապետության, դա մեր եւ հանրապետության մեծականակ մարդկանց բնակիչների կարծիքն է եւ ես պետք է հագադարձեմ ազգային ժողովի փոխոսնագին, որ առաջիկայում ճանապարհները բոլորը կասնեն Մելիք Ադամյան փողոցով, իսկ թվում է շատ մոտ ապագայում այդ ճանապարհները կտեղափոխվեն դեպի Զաքյան փողոց, այնուհետև Բաղրամյան փողոց, որտեղ 70 տարի Հայաստանի կոմկուսը ղեկավարել է հանրապետությունը եւ այդ տարիների ընթացքում հանրապետությունը ծաղկել ու բարգավաճել է։ Կոմունիստական կուսակցությունը իրեն իշխանավարության 70 տարիների ընթացքում իրոք ունեցել է նաեւ թերություն, որը վերաբերում է 37 թվականին եւ որը նույն կուսակցությունը իրեն համագումարներից մեկում դադարեցել է այնիշ տեղի ունեցել 37 թվականին։ Եվ Միկոյանը որպես այդ հզոր պետության քաղաքբյուրոյի անդամ չէր կարող կողքի մնալ այն կատարվածից, ինչ որ այդ ժամանակ տեղեր ունեցել։ Իսկ ինչ վերաբերում է հանրապետությունում, ուրեմն նման փաստաթուղթ չի ստորագրված Միկոյանի կողմից, ամենայն դեպս ես ծանոթ չեմ նման փաստաթղթին, բայց միայն գիտեմ, որ երբ որ Միկոյանի Մալենկովի հետ ուղարկել են Հայաստան այդ հարցի կապակցությամբ, նրա հետևից նույն ամենահզոր Բերյան եկել է, եւ եթե Միկոյանը փորձեր որևէ շեղում կատարել կուսակցության քաղաքականություն, ինչ թվում է Միկոյանը կենտանի չէր վերադառնա հանրապետություն։ Նրա գործունեությունը հարկավոր է գնահատել ընդհանուր այն ժամանակ եղած ընդհանուր քաղաքականության ֆոնի վրա։ Իսկ Արցախի հարցը։ Միկոյանին Արցախի հարցում քննադատում է, որ ինչու համար Միկոյանը դեմ էր, որպեսզի Արցախի եւ Նախիջևանի հարցը, երբ որ որոշում էր Վրաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանները, Միկոյանը դեմ էր, որպեսզի Հայաստանը մասնակցի Նախիջևանի եւ Ղարաբաղի հարցի քննարկմանը։ Ինձ այդ հարցը նույնպես չի կարելի առանձնացնել ընդհանուր տեղի ունեցող քաղաքական իրավիճակից եւ ես պետք է այդ տեղայնացնեմ հիմա ասեմ Ղարաբաղը քանի տարի անկախացել է ոնց որ հանրապետության նախագահներից եւ ոչ մեկը չի նախաձեռնում Ղարաբաղի անկախության ճանաչումը կամ ոնց որ հիմա Ղարաբաղի հանրապետությունը չի հանդիսանում բանակցային գործընթաց կասնի ժամանակներ եւ նույն ձևի այսօրվա հանրապետության իշխանություններին կքննադատեն թե ինչի համար հանրապետության իշխանությունները չեն կազմակերպում որպեսզի գոնե Ղարաբաղը դառնա բանակցային գործընթացի իսկ թե պատճառը ինչպիսին է մենք բոլորս հասուն մարդիկ ենք գիտենք դրա պատճառները մենք շատ բան ենք ուզում բայց ուզենալը քիչ է կարենալը մեկ է կարենալը ուրիշ